Բարև հարգելի լսարան, YouTube-ի թվային հարթակում ժամանակակից ալքիմիա խորագրով խորհենք միասին հաղորդաշարն է։ Եկեք խորհենք, ես Անժելան եմ, ձեր խոնարհության մի մասնիկը, բնադրված ձեր ստեղծարար թրթիրներում, ինչպես դուք իմ։ Եկեք միասին այս քվանտային աշխարհում գտնենք ու սինթեզենք մեր ներքին ոսկին, որը գտնելու համար երբեմն պահանջվում է լինենք ոսկեաղնոթում։ Սա մեզ թույլ կտա ազատվել խարամներից։ Երբ ազատվում ենք հոգևոր եւ ֆիզիկական խարամներից, կապարից, մենք ձեռք ենք բերում ոսկին, դառնում մեր կյանքի ալքիմիկոսը, հաղորդելով դրական թրթիրներ մեր ներկայի յուրաքանչյուր շարժմանն ու գործողությանը։ Ստեղծում ենք խաղաղ գոյակցության եւ համերաշխության մթնոլորտ տանը, աշխատավայրում, հանրային տրանսպորտում, փողոցում եւ սոցիալական հարթակներում։ Դա յուրաքանչյուրիս ներդրած ալքիմիան է ամբողջի մեջ։ Մենք բոլորս այդ ամբողջն ենք։ Մենք նույն պարույրում ենք, մենք ուղիղ չենք։ Մեր բոլորի գործողությունները ուղիղ համեմատական են դրանց հետևանքներին։ Այդ ամբողջի մաս են նաեւ բնության երևույթները, որոնց փոփոխությունները ուղիղ ազդեցություն ունեն մեր ֆիզիկական եւ հոգեվոր կյանքի վրա։ Քանի որ այսօր գարնանային գիշերահավասարի օրն է, եկեք այս հաղորդման դրամաբանական շղթայում խորհենք դրա ալքիմիական կիրառության մասին մեր կյանքում։ Գարնանային գիշերահավասարը սոսկ աստղագիտական երևույթ չէ, այլ այն պահն է, երբ բնությունը հասնում է բացարձակ հավասարակշռության, երբ լույսն ու մթությունը հավասարվում են 12-12 ժամ հարաբերակցության մեջ ու ծնվում է նոր իրականություն։ Նախ այն դիտարկենք թվային թաքնագիտության էզոթերիկայի տեսակետից։ Թեև այն չունի գիտական հիմք, սակայն համարվում է դարերով փորձված մեթոդ, առանձնապես Պյութագորասի քառակուսին մատրիցան, որը մոտ է ճշմարտությանը։ Քանի որ այժմ մենք խորհում ենք 2026 թվականի գարնանային գիշերահավասարից, ապա այժմ իմանանք տարվա կոդը։ Դա 2026 թվերի գումարն է, ստանում ենք 10, իսկ 10-ի գումարելիներից 1-ից եւ 0-ից ստանում ենք 1, որը Պյութագորասյան միավորն է։ Դա նշանակում է, որ նշանավորվում է սկիզբը, այն ամենը, ինչ ի սկզբանե դեռևս գոյություն ուներ։ 10 եւ 1 թվերի հղումները նաեւ թաքնված են դարավոր փորձ եւ պատմամշակութային արժեք ստեղծած Տարոյի արկաններում։ Այս վերլուծության համատեքստում, մասնավորապես մեծ արկաններից, ճակատագրի անիվ, 10 եւ մոգ քարտերի իմաստաբանություններում։ Մոգը համարժեք է այստեղ 1 թվին։ Այսօր 2026-ի մարտի 21-ին ճակատագրի անիվը կանգ է առնում գիշերահավասարի հատման կետում, որ հնարավորություն է տալիս մեզ վերանայել կամ փոխել մեր կյանքի ուղղությունը։ Սա այն պահն է, երբ մաթեմատիկական հաստատունը, իսկ դա անշուշտ համարժեք թվային հաշվարկի արտադրյալն է, վերածվում է ճակատագրի գործիքի։ Երբ մեծ արկանը ճակատագրի անիվը մեզ բերում է գիշերահավասարի հատման կետին, որպես հավասարակշռության պահի, հենց այստեղ հայտնվում է մոգը, առաջին արկանը, 1-ը, որը ստացանք արդեն, ինչպես ասացի, 10-ի եւ 0-ի գումարից։ 1-ի եւ մոգի տանդեմը կյանքի իրական տրանսֆորմացիայի, վերափոխակերպման այն կետն է, որտեղ դադարում է пассив սպասումը եւ սկսվում է գիտակի ծարարումը։ Տրանսֆորմացիան սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաոսը, ու 1-ը կյանքի տրանսֆորմացիայի ֆոնին այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուր ասում է. ես կամ եւ ես ուժը տեսնում եմ այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են միգուցե խոչընդոտ։ Մոգը ունի բոլոր գործիքները՝ հողը, կրակը, օդը, ջուրը։ Իրականում այդ փոխաբերական իմաստն է, որ մեր ձեռքերում են բոլոր ռեսուրսները, մեր մտքերը, հույզերը, հոգին ու մարմինը։ Սա նշանակում է, որ մոգը տվյալ դեպքում մենք հրաշքի չենք սպասում դրսից, այլ այն թորում ենք մեր ներսի հումքից։ Տրանսֆորմացիան տեղի ունեցավ, որը նշանակում է, որ մենք դադարում ենք լինել զոհ, մենք դառնում ենք մեր սեփական կյանքի ճարտարապետը։ Այստեղ դիտարկենք նաև մոգի դիրքը, համապատասխան մոգի արկանի քարտում, նրա մի ձեռքը ուղղված է դեպի ներքև, մյուս ձեռքը ուղղված է դեպի երկինք։ Ինչպես ավետարանական ճշմարտության մեջ է, քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես երկնքում է։ Երկինքը նախնիների ու նաև մեր հոգևոր ժառանգությունն է, իսկ երկիրը մեր ներկա պահն է, մեր գործողությունները եւ մեր կենցաղը։
Սա արթնացման մանիֆեստ է։ Երբ տրանսֆորմացիայի ոսկին մեկը, մոգը, միախառնում ենք մոգի վարպետությանը, ստանում ենք իրական ալքիմիական արդյունք, ինքնիշխանություն, այսինքն գիտակցված կամք շարժելու ճակատագրի անիվը մեր ուզած ուղղությամբ, տիրելով դրա իմաստաբանական գաղտնիքներին։ Ահա կապարից մինչև ոսկի, մեկի ու մոգի համալույությունից մինչև թորման արդյունք։ Սա Պյութագորասյան այն միավորն է, մեկը, որից սկիզբ է առնում ողջ տիեզերքը։ Մոգի կամքը տարածվում է փոքր արկաներից, նաև գավազանների տասի, գործողության եւ կամքի հասունացում, գավաթների տասի, հուզական վերելք եւ տան խաղաղություն, սրերի տասի, հին մտքերի վերջնական մարում, աստղերի տասի, նյութական եւ հոգեվոր ժառանգության միավորում։ Այս 4 փոքր արկանների տարբեր խորհրդանիշերի տարերը իրենց տարբեր իմաստներով նշանավորում են Պյութագորասի քառակուսու կայունությունը, բայց միևնույն է, դրանց կառավարում է մոգը, մեկը, ով գիտի, թե ինչպես օգտագործել այդ գիտելիքը ներկա պահի դրությամբ։ Իսկ այդ մոգը մեզնից յուրաքանչյուրն է, ով գիտի, թե ինչպես մոլորակների դասավորությունն ու դարավոր գիտելիքը իշահ իրեն օգտագործի։ Որն է ալքիմիական եզրակացությունը։ Սա գուշակություն չէ, սա տեղեկատվական գիտելիքի կառավարում է։ Մենք օգտագործում ենք արկանների պատմամշակութային հենքը, որպեսզի մեզ շրջապատող քաոսում ոչ թե լինենք դիտորդ, այլ մեր կյանքի կառավարիչը, գիտակից ստեղծողը, ելնելով վերնասվածից, գիշերահավասարի օրը մենք ոչ թե հետևում ենք ճակատագրի անիվ արկանին, այլ դառնում ենք մոգ, այն մեկը, ով տիրապետում է 4 տարերին եւ իր կյանքի ստեղծարար թրթիռներին, իր կյանքի ռիթմին, ինքն է կառավարում անիվը, եւ այսպես 2026 թվականի հաջորդ ալքիմիական դասը վերադարձ դեպի սկիզբ, վերադարձ իր կամքին եւ ազատության իրավունքին։ Մենք այսպես նվաճում ենք ինքնակառավարման լծակները։ Մենք ազատվում ենք բոլոր տեսակի բացասական դիրքորոշումներից եւ ամեն ինչ ընդունում ենք այնպես, ինչպես կա։ Այսպես մենք չենք հանձնվում, այլ հաղթում ենք։ Մեր կյանքը նոր որակ է ստանում, այն երևում է մեզ նոր դիտանկյունից։ Գարնանային գիշերահավասարի մյուս թվային կենդանի լեզուն 21-ն է, 21-ը ալքիմիայում համարվում է ամբողջականության եւ հաջողության թիվ։ Այն իր մեջ կրում է 2-ի լուսնային զգացմունքային էներգիան եւ 1-ի արեգակնային կամային ուժը։ Նրանց գումարը ծնում է 3-ը, աստվածային աճը։ Պյութագորասյան իմաստաբանությամբ 21-ը համարվում է իմաստության թիվ եւ տեզերական ներդաշնակության խորհրդանիշ։ Այն ստացվում է 2 մոգական թվերի բազմապատկումից՝ 3-ի եւ 7-ի։ Պյութագորասյան դպրոցում 21-ը համարվում է թագադրող, շնորհող, օժտող թիվ, քանի որ այն միավորում է 3-ի ստեղծարար ուժը եւ 7-ի տիեզերական կարգը։ Իսկ 21-րդ արկանը խորհրդանշում է հոգու հաղթական վերադարձը դեպի ինքն իրեն, դեպի տուն, ուր բոլոր ջանքերը տիեզերական աջակցությամբ վերածվում են հաջողության։ 21-ը տարոյի համակարգում համընկնում է մեծ արկաններից աշխարհին։ Մինչ այդ արկանի բովանդակության անցնելը զգանք դրա արխայիկ շունչը։ Արկանները մարդկային հոգեբանության եւ տիեզերական օրենքների հնագույն արխետիպեր են, գաղտնիքների եւ սիմվոլների բազմադարյան շտեմարան են, որոնք մեր բնածներում են։ Կրոնական տեսակետից քրիստոնեական խորհրդանիշներում 21-ը հաճախ կապվում է իմաստության հետ։ Սողոմոնի իմաստնության գրքում թվարկվում է իմաստության 21 հատկանիշ։ Աստվածաշնչյան ավանդության մեջ 21-ը սուրբ իմաստության թիվն է, որն առաջնորդում է մարդուն դեպի հոգևոր հաղթանակ։ Այս հատկանիշները նկարագրված են 5 կտակարանի Սողոմոնի իմաստություն գրքում գլուխ 7:22-23 էջեր։ Սողոմոն իմաստունը դեռևս իր ժամանակին թվարկել է իմաստության 21 հատկանիշները, որոնք այսօր 2026-ի մարտի 21-ին մեզ հուշում են, որ իրական գիտելիքը ոչ թե տեսությունն է, այլ անդոր, հաստատունություն եւ մարդասիրություն, այլ կերպ ասած հոգեվիճակ, որը ոչ թե ձեռք ենք բերում, այլ բնատուր շնորհով միշտ մաքրվում եւ ամրապնդվում ենք։ Սա իսկական ժամանակակից ալքիմիա է, երբ մարդ ինքնամաքրվելով ձեռք է բերում սուրբ գրության իմաստությունները։ Հարց է առաջանում.
Իսկ ինչպես է այս ամենը կապվում մեր առօրյայի հետ։ Ժամանակակից ալքիմիան հենց ներկայի մեջ լինելու արվեստն է, հենց ներկայում է կապարը ոսկու վերածվում։ Այսպես, եթե չվարվենք, կկորցնենք զտելու պահը։ Այժմ եկեք միասին խորհենք մի պարզ իրավիճակի մասին։ Երբ մենք խոհանոցում սուրճ կամ կերակուր ենք պատրաստում, արդյոք մենք այդտեղ ենք։ Շատ հաճախ մեր մարմինը ներկայում է, բայց մեր միտքը թափառում է անցյալի ափսոսանքների կամ ապագայի անորոշ տագնապների մեջ։ Ալքիմիական գործիքներին տիրապետել նշանակում է լինել ներկայում, խորհել այն բաղադրիչների մասին, որոնցով պատրաստում ենք այդ պահի կերակուրը, սուրճը կամ թեյը։ Կատարածված մի խոսույթ, թե սիրո պատրաստված կերակուրը շատ համեղ է։ Սիրո ամենաբարձր որակը հոգու հանգստության եւ մտքի խաղաղության վիճակն է։ Իսկ այս խոսույթում սիրո մեկնաբանությունը արդյոք խաղաղության եւ հանգստության պայմանում ծնվածն է։ Սակայն երբ մենք ներդաշնակ ենք մեր հետ, մեր պատրաստած ցանկացած կերակուր կրում է այդ հանգստության եւ խաղաղության պայմանում ծնված սիրո հաճախականությունը։ Սա է մեր դարաշրջանի ալքիմիան, սովորական կենցաղը վերածել ծիսակարգի։ Այսօր միասին խորհելով ստեղծեցինք միասին շփվելու նոր կառուցակարգ, որը ոսկին է։ Այս կարճ ճանապարհորդության ընթացքում մենք դրեցինք մեր ներկայումը շտապես լինելու հիմքը։ Թվերից մինչև արկաններ, սուրբ գրություններից մինչև մեր խոհանոց։ Շնորհակալություն, որ այս ճանապարհի կառուցակարգը միասին ձևակերպեցինք։ Թող մեր ոսկին միշտ փայլի մեր ներսում, ու թող այս գարնանային գիշերը հավասար լինի մեր ներքին ոգի արթնացման սկիզբը։ Հաջորդ հաղորդումների ընթացքում միասին կխորհենք շնորհակալության, խոսուն լռության, հավատարմության, խաղաղության եւ այլ հասկացություններից, որոնց իմաստաբանական հենքը կբխի խոհափիլիսոփայական, էզոթերիկ, կրոնական բարոյական կենցաղային մտորումներից, ուղիղ համեմատական ներկային, անցնելով մեր գիտելիքի պրիզմայով, դա անշուշտ նոր գույն կհաղորդի բոլորիս կյանքին։ Նաև կշարունակենք խորհել թվերի եւ արկաների էզոթերիկ բովանդակության մասին դրանց դարերի փորձով։ Իսկ մենք հաջորդ հաղորդմանը կհանդիպենք այսօրվա սիրո, խաղաղության, հանգստության փորձով։ Շնորհակալություն մեզ շունչ տվող շնչին, որի օրհնությամբ սկսվեց միասին խորհելու հնարավորություն։ Ձեր հետ Անժելաներ։